Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի մալիքի եթերում զրուցելու եմ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի մալիքին։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև ձեզ Նարեկ ջան, ինչպես եք, շնորհավորում եմ ձեր նոր դարին եւ Սուրբ Ծնունդը Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ։ Շնորհակալություն, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի եւ Տեր Արմեննա։ Միանգամից սկսենք Նիկոլ Փաշինյանի եւ 10 արդեն 11 հոգեվորականների գործընթացից, ինչպես հայտնի է նաեւ Շվեյցարիայում հայոց թեմի տեղապահը միացավ Նիկոլ Փաշինյանի այս գործընթացին եւ ինչ որ փաստաթղթեր ստորագրեցին, ըստ ձեզ որն է լինելու այդ փաստաթղթերի ուժը, նույն բան ինչ Նիկոլ Փաշինյանն էր ասում, գրեցին, հետո ստորագրեցին եւ դա ինչ է տալու։ Իմանայեցեք, մինչև այդ փաստաթղթի ստորագրությունը ամեն ինչը խոսքի ծիրեն ներս էր։ Այսինքն ասում էին, ամեն մեկը ինչ որ մի բան էր ասում, եպիսկոպոսները ասում էին, վարչապետը, կառավարության անդամները ասում էին, բայց հիմա ոնց որ անցավ ավելի լուրջ եւ ավելի պաշտոնական։ Այսինքն հիմա մենք կարող ենք բանջարդեր լինել վարչապետին եւ եպիսկոպոսներին։ Այսինքն մինչև այսօր խոսքը մնաց խոսք, բայց այսօր խոսքը եւ որ թղթի վրա անցավ եւ ստորագրվեց, ուրեմն իրենք պատասխանատու են մեր առջեւ եւ իրենք բարդավոր են այդ փաստաթղթի մեջ գրվածները իրականացնել իքին ամեն ինչի։ Որովհետեւ չի կարելի սա այսպես շարունակել, ուղղակի եկեցի պատարակ գնալ, մեկ ելույթներ ունենալ, վարգապեկել, կամ քննադատել, կամ բացահայտումներ անել, այդ ժամանակաշրջանը ինձ թվում է այլևս գնաց, այդ չի վերադառնալու։ Հիմա այս փաստաթղթի ստորագրությամբ պետք է վարչապետը եւ եպիսկոպոսած դասը եւ նոր միացող հոգեվորականները խոսքը վերածեն գործի։ Մենք բոլորս գիտենք, որ Գդրիչ Ներսիսյանը այնտեղ բռնազավթել է այդ աթորը եւ մայր աթորը գրավի դակ է դրած։ Այդ այլևս ծածուկ չէ ոչ մեկին։ Հիմա մնաց թե ինչ եք անելու։ Պետք ունեիք որ դուք էլ ստորագրեք այդ ծեր ծրագիրը կամ ճանապարհային քարտեզը թուղթի վերածեք եւ դա մեզ դակ, դա էլ մեզ դվեցիք, շնորհակալ ենք ձեզանից։ Հիմա մենք ձեզանից սպասում ենք, որ դուք գործնական վճռական քայլեր առնեք եւ դա չի կարող շաբաթներ քաշել կամ ամիսներ քաշել։ Սպասում ենք եւ տեսնենք այս քրավոր որոշման հետևանքները ինչ կլինի։ Դուք օրինակ ինչ եք ակնկալում, ինչ կլինի։ Ես ակնկալում եմ, հիշում ես Նարեկ ջան, որ մենք վերջին անգամ խոսեցանք։ Ես ձեզ ասեցի, որ եւ ձեր ունկերներին, որ այլևս պետք է գործնական քայլեր առնվեն։ Եվ նույնիսկ ես առաջարկեցի, որ այս 10 եպիսկոպոսները կարող են գնալ իրավաբան մարմինների մոտ եւ բողոք ներկայացնեն, ասելու, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթորը բռնազավթված է եւ մենք խնդրում ենք կառավարության կամ իրավաբան մարմինների միջամտությունը այդ աթորը ազատազրկելու կամ ազատելու։ Հիմա միևնույն մոտավորապես տեղի ունեցավ, դա բողոք չէր, որ ներկայացուցին եպիսկոպոսները, այլ բարձրապես համաձայնության եկան, որ այս քայլերը պետք է լինեն։ Լավ, բայց մենք այնտեղ էլի վճռական ինչ որ բան չգտանք, այնտեղ հստակ ասում է, որ հրաժարեցնելու կամ հերացնելու կամ հանգստյան գոչելու։ Այսինքն ես կարծում եմ ավելի ճիշտ պիտի լիներ հանգստյան գոչելու կամ հրաժարեցնելու։ Հանգստյան գոչելու այդ գոչը մենք տեսանք, որ շաբաթներ, այլև մեկ ամիսի ավելի վարչապետը ասում է, որ ես սպասում եմ, որ ինքը պիտի գա, որպեսզի առաջարկի, որ պատվով հրաժարի եւ գնա։ Հիմա ուրեմն այդ հրաժարականի բահը այլևս գոյություն չունի։ Այս մարդը չի ուզում ոչ հանգստյան գնալ, ոչ էլ ուզում է հրաժարել առավել եւս։ Այնպես որ մնում է մեկ քայլ հրաժարեցնել։ Եվ այդ հրաժարեցնելը ես կարծում եմ, որ դա պիտի լինի բռնի գերբով։ Այսինքն իրավաբան մարմինները պետք է գնան դվյալ անձիկով, Գդրիչ Ներսիսյանի կողմ, ինչ որ կոմպրոմատներ ունեն, սեղանի վրա պիտի տնեն եւ ոչ թե իրեն պիտի առաջարկեն կամ կհրաժարվես եւ կամ մենք այս կոմպրոմատները կհրաբարագենք, այլ պիտի ասեն, որ այս կոմպրոմատների հիման վրա դու չես կարող այստեղ լինել եւ պիտի ցերպակալեն եւ դանեն։
պայման չեն որ դանեն մույս եւ իսկովոսների մոտ ԱԱԾ պատվալ է կամ չգիտեմ ինչ դեպի եթե այնտեղ էլ դանեն ես սխալ չեմ գտնում եւ չեմ ներվում այդ թող դանեն մի դեղ եղբայր թող դանեն Մարդիկ կգնան եւ ԱԱԾ-ի դիմաց մոմ կվառեն։ ներողություն Եթե կաթողիկոսին տանեն ԱԱԾ, մարդիկ կգնան եւ ԱԱԾ-ի դիմաց մոմ կվառեն։ Նարեկ ջան, այս ժողովուրդը միայն խոսում է, այսինքն բոլորն էլ նրան ոչ սիրում են, ոչ հարգում են, եթե մոմ վարող լինեին, գոնե մոմ կվարեին Աջաբահյան սրբազանի համար, մոմ կբահեին մույսի համար, այսօր քանի եպիսկոպոս մենք ունենք ընդեղ գալանավորված ԱԱԾ-ի պատվալու 4-5 էլ չեմ հիշում, այդքան որ շատացել են։ Մոմ վարող լինեին, քանի այն կվարեին, կամ իրենց մոմ վարելը ինչ օգուտ պիտի դա։ Մոմ վարելը խորհրդանշի այն կներեք մեկ մոմ վարելը գրնա մեկ օգուտ դալ, որ գդրիչ Ներսիսյանը մի քիչ էլ հարստան։ Դա կխորհրդանշի այն, որ հավատացյալների մի խումբ կհամարի, որ Մայրաթորը ԱԱԾ պատվալում է այդ պահին։ Մայրաթորը չի կարող ԱԱԾ պատվելում լինել։ Մենք պետք է դարբերություն տնենք Մայրաթորի եւ Մայրաթորի կահագալի կամ բեդի միջեւ։ Գահակալը օծյալ կաթողիկոս է։ Ինչը օծյալ, ինչա նշանակում օծյալ։ Ես իմ կարծիքով ինքը օծյալ չի։ Օծյալ երբեք չի նշանակում, որ նստես նրա վրա միրոն տապես, ուզում ես լողացրու նրան միրոնով։ Ինքը օծյալ չի դառնում։ Օծյալը այն մարդն է, որ Սուրբ Հոգուց օծում է ստացել։ Միրոնը բարձրապես խորհրդանիշ է Սուրբ Հոգու։ Միրոնը Սուրբ կարգ ու կանոնով կաթողիկոս է, չէ՞ օծվել։ Կարգ ու կանոնով չի օծվել եւ ոչ էլ ընդրվել է։ Մենք լավ գիտենք, որ դա ինչ բարականերով է տեղի ունեցել, ինչ կաշառքներով է տեղի ունեցել, ինչ միջամտություններով է տեղի ունեցել եւ ինչքան զոհեր եղել են, որովհետեւ ինքը նրանց կամ իրանք նրան չեն ընդրել։ Օրինակի համար մենք ճանաչում ենք 2-3 եպիսկոպոսներ, գոնեից ամենամոդիկները Նորվան arczepiskopos Զաքարյանը, Քարեկին arczepiskopos Բեկջյանը, մինչև վերջին բահը ադելի էին գդրիչի կողմից եւ միշտ իրենց երեսով էր գալիս, որ դուք ինձ չնդրեցիք։ Այնպես որ Նարեկ ջան, այս ինչ որ ժողովրդի գլխի մեջ լցրել են, որ սա օծյալ է, չի կարելի այսպես լինել, սա ընդրյալ է, չի եղբայր, սա ոչ ընդրյալ է եւ ոչ ալ օծյալ է։ Եվ հիմա եթե քեզ հարց տամ, դու ընդրել ես, պիտի ասես ոչ։ Քո ծնողները կարող է դու այն ժամանակ փոքր էիր։ Քո ծնողները նրան ընդրել են, նույնպես պիտի ասես ոչ։ Ես քոնե մեկ մարդ չեմ ճանաչում, որ ընդրած լինի այս կաթողիկոսը, որովհետեւ մենք կարողանանք նրան գոչել ընդրյալ ասկնդիր կաթողիկոս։ Բայց եկեղեցական ազգային եկեղեցական ժողովն է ընտրել, դա հո քաղաքական ընտրություն չի, որ բոլորը գնան։ Ազգային եկեղեցական ժողովը ով է։ Նարեկ ջան, ազգային եկեղեցական ժողովի գարկի եթե նայեք, յուրաքանչյուր մեկ երկիր, յուրաքանչյուր մեկ դեմ ըստ իր տվականագի իրավունք ունի պատգամավոր ներկայացնելու, որբեսի կաթողիկոս ընտրեն։ Հիմա ամենամեծ թեմերը մեզի համար հայտնի է ովքեր են։ Ռուսաստանը ամենամեծ թեմն է, որտեղ 2.5 միլիոն հայ կա, Ամերիկան նրանից հետո ամենամեծ թեմն է, որտեղ 2 միլիոն հայ կա, եւ այնտեղ տրածոները իր մարտիկն էին եւ բնականաբար որ իր մարտիկը պիտի ուղարկեն նրանց մարտիկը որբեսի նրան ընդրեն օրինակի համար երջանկայի շադակ Մեսրոպ Մուտապյան Բադրիարքը նա չնդրեց եւ նույնիսկ սպառնացին նրան որ եթե չնդրես մինչեւ բոլիշ չես հասնի եւ իսկապես մինչեւ բոլիշ չհասավ հազի բոլիշ ներողություն Ձեզ ով է ձեռնադրել քահանա։ Ես ձեռնադրվել եմ Սուրիա։ Ուրեմն Սուրեն arczepiskopos Կատարոյանի կողմից։ Այդ arczepiskoposին ով է ձեռնադրել։ Այդ arczepiskoposին ձեռնադրել է Քարեկին առաջին կաթողիկոս Սարգսյանը։ Դուք այնուհանդերձ կան լիքը հոգևորականներ, եպիսկոպոսներ, որոնք Գարեկին երկրորդ կաթողիկոսի ձեռամբ են ձեռնադրվել։ Հիմա ուրեմն նրանք էլ պետք է չեղյալ համարվեն։ Նայ, սա խիստ կարևոր հարց է տալիս Նարեկ ջան։ Այսինքն մեր եկեղեցական կանոնադրությունը ասում է, որ
եթե հոգևորականը ինչ որ մի խորհուրդ է կատարում, եթե այդ հոգևորականը նույնիսկ ինքը արժանի չէ, այդ խորհուրդը կատարված է համարում, որովհետև այդ խորհուրդը կատարվում է Սուրբ Հոգու միջոցով եւ ոչ թե անձի կամ ենթակայի միջոցով։ Հիմա ես հասկանում եմ քո հարցը, դու ուզում ես ինձ հարցնել ով է ինձ ցերնատրել, ով է, հետո պիտի ասնեիր, որ Գդրիչ Ներսիսյանն է ցերնատրել ինձ ցերնատրող եպիսկոպոսին եւ պիտի ասեիր, որ ուրեմն քո ցերնատրությունն էլ անվավեր է։ Ինձ թվում է, որ այնտեղ էիր ուզում ասնել, բարեպախտաբար զիս ցերնատրող եպիսկոպոս, այս անգամ բախտը չբերեց Նարեկ ջան, զիս ցերնատրող եպիսկոպոսի ցերնատրողը Քարեկին առաջին Սարգսյանն է։ Բայց նայր այստեղ էլ խնդրո առարգա հարց կա, արդյոք Գդրիչ Ներսիսյանի կատարած ցերնատրությունները վավերական են։ Եթե դուք ինձ այդ հարցը տաք, որպես Արմեն Քահանա անց, թե ես իմ կարծիքի ինչ է, ես կասեմ, որ մեկը որ անհավատ է, մեկը որ առաջին օրվանից որ նստել է այս գահին, ինքը խոստացել է, որ այս եկեղեցուն պիտի վարգապետի, ինքը չի կարող Սուրբ Հոգով օժտված ելալ։ Եվ եթե Սուրբ Հոգույն ինքը չի ստացել այդ ցերնատրությունը, Սուրբ Հոգով չի եղել, իր ցերնատրությունը անվավեր է։ Նույնիսկ եպիսկոպոսական ցերնատրությունը անվավեր է։ Հիմա պիտի ասես, որ հավա այս 10 եպիսկոպոսները ցերնատրությունը ստացել են Գդրիչ Ներսիսյանից, վավերական է կամ ոչ։ Այն ժամանակ ես կասեմ, որ դա գաղտնիալ է իրենց հավատքից եւ իրենց մոդեցումից։ Կներեք, այս 10 եպիսկոպոսների այս սկսած գործընթացն էլ անկեղծ եւ ազնիվ չէ։ Եթե օքեյ, իրենք կարծում են, որ գործող կաթողիկոսը խնդրարույց է, պետք է հեռանա, իրենք ընտրել են այս ուղին Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ տալ առնելիք ունեն, բայց իրենք դրա մեջ էլ անկեղծ չեն։ Օրինակ, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը գնում է Նիկոլ Փաշինյանի տուն, ստորագրում է, որ պետք է կաթողիկոսին հեռացնի, ճրագալույցի պատարագին իր ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչում է Գարեգին II անունը։ Այո, ապրես, սա շատ կարևոր է եւ դա ես ուշադրություն դարձրի ոչ թե միայն Գրիգոր Լուսավորչուն, այլև մույս թեմագալ առաջնորդները նույնպես իրենց եկեղեցիներում բادرակող քահանաները Գդրիչ Ներսիսյանի անունը տալիս են։ Եվ ես զարմացա եւ այս հարցը դրեցի եպիսկոպոսներին վերջին իմ այցելության, որ ես Հայաստան էի, ասեցի, բայց ինչու չեք բարդացում։ Հիմա մեր եպիսկոպոսները ազնիվ են եւ ասում են մենք չենք ուզում բարդատրել, յուրաքանչյուր քահանա ինքը պիտի ընտրի, որ կողմը ուզում է մնալ։ Այսինքն սա բարդատրելով բան չի սիրելիս։ Այսինքն եթե դու համոզված չես, ուրեմն չես ասում։ Օրինակի համար ինձ որևէ մեկը չի ասել, ինչու 10 տարի է, 20 տարի է Գդրիչ Ներսիսյանի անունը չես տալիս։ Ես բարձավես չեմ տալիս, որովհետև ես դա համարում եմ սրբաբղծություն, եւ որ այսպիսի մարդու անունը հնչի խորաններից։ Իսկ դուք տեսաք այդ 10 եպիսկոպոսների դեմքերը, իրենց կաշկանդվածությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում, այդ տեսարանը մի քանի վայրկյանը, որ իրենց դեմքերն էր ցուցադրվում, ամեն ինչ ասում էր այդ բանի մասին, թե իրենց կամքին հակառակ լինելը, թե իրենց մի խոսքով անտրամադիր գնացել ստորագրում էին, այդ տեսանյութից դա էր, միակ ուրախ զվարթ մարդը այդ տեսանյութում։ Ես պիտի չասեի, որ անդրամադիր, ես պիտի չասեի, որ բարդատրված, ես իրենց դեմքերը նկատեցի, լավ ես նկատել, ես ուղղակի գարտացի այդ դեմքերի մեջ դխրություն, հուզմունք, ցավ, որովհետև իրենք ցավում են, որ մեր եկեղեցին հասել է այսպիսի մի դեր, որ իրենք բարդատրված են ըսկում, ոչ թե մեկնաբարդատրում, այլ բարդատրված են ըսկում գնալ եւ այսպիսի մի թուղթ ստորագրել։ Նարեկ ջան, սա մեծ հարց է։ Հայ արաքելական եկեղեցին, որը առաջին քրիստոնյա բերությունը եղավ, այսօր այդ հիմքերը խախտվեցին, այսօր աշխարհը խոսում է այդ մասին։ Նույնիսկ բելգիական, նույնիսկ բուլգարական լուրերը խոսում են այդ մասին, որ ամբողջ եկեղեցական դասը պետականությունը ոտքի է ելել եւ ուզում է հրաժարեցնել Գդրիչ Ներսիսյանը, սա բոլորիս ցավ է պատճառում։ Ես օրինակի համար անցյալներ ինձ հետ ուզեցին ինտերվյու անել արաբական մի կանալ Ալ Ջազիրա այս մասին,
որովհետև ժամանակին ես դվել եմ հարցազրույց, ես մերժեցի, նարեկ ես ելնեմ ինչ խոսեմ, ինչ ասեմ մեր գեղդոտ լված կհանենք տնենք մարդկանց առջև, կարելի չէ։ Հիմա լավ է մենք հայերենով ենք խոսում, միայն հայերն են մեզ հասկանում, բայց էլի թարգմանում են։ Այսինքն ես այդ եպիսկոպոսների երեսին վրա ես ցավ ու դարաբանք տեսա։ Դեսեք, այո, յուրաքանչյուրը ունի իր մեղսակցությունը, յուրաքանչյուր ես անցյալ եպիսկոպոսների հետ որ հանդիպեցի, եպիսկոպոսներից մեկը ասեց, որ սենց է եւ սկսեցին փողոքները եւ կանկատները գդրիչի մասին, ամենավերջին ես մեկ խոսք ասեցի. ով թույլ դվեց։ Դուք թույլ դվեցիք։ Լավ 26 տարի է դուք ինչու չեք խոսում։ Ինքը ինչ որ արեց դուք ասեցիք ամեն։ Ինչ որ ասեց դուք ասեցիք ամեն։ Եվ հիմա երբ որ սա եք ասում, մի քիչ էլ մենք մեզ ենք մեղադրում։ Այսինքն մենք ենք մեղավորը։ Եթե այսօր ես իմ հոդի մեջ, վառնայի մեջ ես սխալներ թույլ տամ եւ ժողովուրդը ինձ զապահարի, այն ժամանակ ժողովուրդը չի կարող ինձ փողոքել ինձանից, որովհետեւ դուք թույլ տվեցիք։ Եվ ես միշտ մեջբերում եմ ֆարաոնի խոսքը, ֆարաոնին հարցրել են, որ դու ո՞նց եղավ որ տարար ֆարաոն։ Ինքը ասեց, որովհետև ինչ որ արեցի, մեկը իմ դեմ չգեցավ, եւ այս մարդու դեմ էլ ոչ ոք չգեցավ։ Հիմա մենք հասկանում ենք, որովհետև այն ժամանակ իշխանությունները իր կողքին էին, նրանից հետո երկրորդ իշխանությունը, երրորդ իշխանությունը բոլորը իր կողքին էին եւ ոչ ոք չէր կարող իր բերանը բացել։ Նիկոլ Փաշինյանն է ստատուս գրել Facebook-ում, ասում է տեղի ունեցել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը եւ նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ։ Ըստ ձեզ ինչ քայլեր կիրականացվեն, բացի այդ Այո, գդրուկ քայլեր պիտի ցեր, ես դակավին քիչ առաջ էի ասում, ել խոսելու բահը գնաց, ել խոսելու դեղ չմնաց, մենք այլևս սպասելիք չունենք, այս մարդը եթե սպասում եք, որ ինքը պիտի հրաժարի, ոնց ինչ բառեր օգտագործում, բատվապեր պիտի գնա, պիտի մարդը բադիվ ունենա, որովհետեւ այդ գիտակցությամբ ինքը հրաժարի։ Բայց ինչ քայլեր եք ենթադրում։ Այսինքն ես ենթադրում եմ, որ եթե եպիսկոպոսները ուղղակի հայց են ներկայացրել, որ ազատագրել մայրաթորը, ուրեմն այսօր կամ վաղը պետք է գնան եւ ոնց որ Վենեսուելայի նախագահին արեցին, իրան բռնեն, այլ հնարավորություն, այլ ջար չմնաց։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, այն օրը որ գդրիչը հեռանա մայր աթորից, բոլոր հոգեվորականները անխդիր պիտի միանան այս եպիսկոպոսներին եւ շնորհակալություն պիտի հայտնեն, որ իրենք ազատագրվեցին այս հրեշից։ Սա հրեշ է, սա բադուհաս է մեր եկեղեցու։ Հետաքրքիր է, որ ձեզ չի անհանգստացնում այն, որ Նիկոլ Փաշինյանը, եթե մինչ այս ձևական ասում էր, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է ամեն ինչին մասնակցում, հիմա արդեն բացահայտ ասում է, որ Հայաստանի վարչապետ է որպես մասնակցում, իսկ Անշուշտ վարչապետը չունի նման լիազորություն։ Եղբայր, ես ինձ երբեք չի մտահոգում, որովհետև վարչապետը մինչև այսօր խոսում էր որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալ եւ ինքը ապացուցեց, որ ինքը այս եկեղեցու հավատացյալներից մեկն է, ոչ թե միայն իր խոսքով, այլև իր գործով։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է հավատքի մասին, խոսում է քրիստոնեության մասին, մարդիկ սկսել են գնալ եկեղեցի եւ նոր մարդիկ, պատկերացնում եք, հին հավատացյալները, որոնք գնում էին եկեղեցի, այսօր չեն գնում, որովհետեւ հիաստապվել են այս բոլոր իրադարձություններից, այս կան նոր հավատացյալներ, որոնք պատասխանեմ ծեր արծին, Նարեկ ջան։ Ուրեմն ինչի մտահոգում, այո, որպես հավատացյալ էր դիմում, բայց այսօր եւ որ 10 եպիսկոպոսները միացան, ես վստահ եմ, որ եպիսկոպոսները իրեն դիմեցին, ասելով վարչապետի քո հանգամանքով պետք է այլևս միջամտես եւ ազատագրես եկեղեցին։ Եվ նրա համար այսօր ինքը որպես վարչապետ ի հայտ է գալիս պաշտպանելու հայ եկեղեցին։ Եվ տասնամյակներ անց այս վատ նախադեպը իր ազդեցությունը կթողնի հայ առաքելական եկեղեցու վրա, երբ որ ցանկացած իշխանություն գա եւ որոշի իր ճաշակով կաթողիկոս ընտրել։ Տեսեք։ Իրելիս, եթե
եթե ցանկացած իշխանություն կա եւ այս իշխանության բեդը լինի իսկապես հայ արաքելական սուրբ եկեղեցվո հետևորդ եւ հավատացյալ եւ աբացուցի տա ոչ թե միայն խոսքով, այլև գործով, ես միշտ էլ իրեն զորավիկ պիտի կանգնեմ, եթե ինքը տեսնի ինչ որ մի սխալ եկեղեցու մեջ եւ ուզենա ուղղել։ Նիկոլ, տեսեք, ամբողջ հավատացյալ հանրույթը, քրիստոնյաները, եկեղեցու հետևորդները խնդրում են, որ Քրիստոս իրենց պահապան լինի, իրենց կողքին լինի։ Նիկոլ Փաշինյանը միակ մարդն է, որ Հիսուս Քրիստոսից ներողություն է խնդրում, որ իրեն միայնակ է թողել։ Այս հայտարարությունը ձեզ համար անհետետ չի թվում։ Ընդհակառակը ես հուզվեցի, որովհետև իսկապես ինչ որ ասեց վարչապետը, իսկապես ես նրա հետ 100% համաձայն եմ։ Ոչ թե ես վարչապետի քաղաքականությունից ես խաբար չեմ, ոչ էլ կխառնվեմ քաղաքականությունից։ Ինձ համար այս մարդը իդեալ վարչապետ է, որը կարող է մեր քրիստոնյա Հայաստանը դանի դեպի քրիստոնեություն։ Այո, մենք բոլորս լքել ենք Քրիստոսը։ Մենք բոլորս մոռացել ենք Քրիստոսը։ Մենք բոլորս Քրիստոսը շբրդել ենք դուրս մեր եկեղեցուց։ Ինչ ես ասում, Նարեկ ջան, մարդը սխալ բան չի ասում։ Դա իրականությունն է եւ դա ցավալի իրականությունն է։ Եվ մենք պետք է անգերց լինենք եւ խոստովանենք, որ դա իրականություն է։ Այսօր մեր եկեղեցիներում Քրիստոս չկա։ Դե խնդրում եմ անկեղծ լինել եւ ասել Նիկոլ Փաշինյանը ձեզ եւ մյուս հոգեվորականներին ինչ է խոսք տվել, որ այսպես ջանասիրաբար աջակցում են նրան։ Նարեկ ջան, ես ինչ ոչ մի բան չի կարող տալ, ես ոչ մի բանի կարիք չունեմ, ոչ էլ պաշտոնի կարիք ունեմ, ոչ էլ նյութականի, ոչ մի խոստման ես կարիք չունեմ։ Եվ իմ ընկերները կոնե գիտեն, որ ես 20 տարի պայքարում եմ հայ եկեղեցու բարեկարգման համար եւ 20 տարի հալածվել եմ նրա համար։ Հիմա ես սրանից հետո էլ ինչ իմ քակակնագետը այն ինչ որ կարող է վարչապետը խոստանալ ինձ գիտեք որն է, որ հայ եկեղեցին բարեկարգվի եւ մենք ունենանք հավատացյալ աստվածաբաշտ Աստվածասեր, ազնիվ, խոնար, գաթողիկոս այդ Գրիգոր Լուսավորչի կային։ Իսկ եթե այսպիսի տեխնազու մենք չունենք, ուրեմն ամոթ մեզ եւ ավելի լավ է մենք մնանք առանց գաթողիկոսի, քան թե այսպիսի խուլիգանը բերենք եւ նստեցնենք աթորին եւ վարգապեգենք մնացածը, ինչ որ մնացել է հայ եկեղեցուց։ Ձեր արածը լուրջ հարված է մեր ազգին ու պետության հեղինակությանը, հայտարարում է Գարեգին II կաթողիկոսը։ Բա իր արածը ինչ է։ Իր արածը ինչ է։ Ինքը ինչ արեց։ Այսօր 26 տարի ինքը ինչ արեց։ Միայն վարգապեգեց եկեղեցին, միայն քանթեց եկեղեցին, միայն սպանեց հոգին հայ ժողովրդի մեջ։ Միայն 100 այսօր մեկը ինձ ասում էր, միայն 100 սարգսակ վերջին 2 տարիներին թողել են ջեմարանները, թողել են եկեղեցիները եւ հեռացել են։ Առավել քան 180 հոգեվորականի գարկալույց է արել։ Այսօր մենք հոգեվորական չունենք, հայ եկեղեցին թադարգված է, մենք պատրաստ հոգեվորականներ չունենք, որոնք պիտի զբաղվին քարոզությամբ։ Այսօր մեր հույսը Պաստորեն մնացել է վարչապետը, որ ինքը պիտի ելի եւ ամբիոններից պիտի քարոզի մեզ քրիստոնեություն։ Ապա ուր է եկեղեցին։ Գդրիչ Ներսիսյան, դու ուր էիր։ Ես տակամին 2018-ին կոմոդ եկա եւ ասեցի că սեն չի շարունակվի։ Հել քարոզի ժողովուրդը քո խոսքն է ուզում։ Եվ ինձ ինչ ասեց։ Ասեց որ օրինակ գտաս իրան օրինակ բերեց Շնոդա Պատրիարքը եւ ինքը ինձ ինչ օրինակ բերեց։ Բերեց օրինակ Քարակին առաջին գաթողիկոս Սարգսյանը, որ քրոց պրոց է։ Ասեց նրանից լավ խոսող կա, ասեցի չէ, ինքը շատ լավ է խոսում։ Ասեց դες ժողովուրդը ծաղրում է նրան։ Ով է ծաղրում նրան։ Ձո դու ես ծաղրի արար գատարել։ Ամոթ քեզ, այլև թող հերացի։ Պոլսո հայոց պատրիարքը իր որդիական ակնածանքը հղելով ամենայն հայոց կաթողիկոսին հայտարարում է, որ
այս ամենը ինչ իրականացվում է ոչ քաղաքական գործիչներին է, ոչ էլ առանձին հոգևորականներին, այլ Բաումն է, հրատապ ազգային եկեղեցական ժողով պիտի հրավիրվի եւ նա ասում է, որ մենք բարի լույս, բարի լույս, նոր հիշեց Բադրիարքը, որ ազգային եկեղեցական ժողով պիտի հրավիրվի, Բադրիարքը նոր գիտե, որ մենք խնդիրներ ունենք եկեղեցիի մեջ, բայց 26 տարի դու ուր էիր, ախր Բադրիարք հայր, դու այս եկեղեցու ուղն ու ձուծը գիտես, դու այնտեղ եղել ես ջեմարանի մեջ որպես դասախոս, դու այնտեղ արել ես քո եպիսկոպոսական ծերնադրությունը, դու ամեն ինչը ձալքերը գիտես այս եկեղեցու, մինչև հիմա ինչու չխոսեցիր, ինչու չպահանջեցիր, ինչու չասեցիր, որ ազգային եկեղեցական ժողով, ինչու չեք գումարել 26 տարի, հիմա նոր բարի լույս, եւ որ տեսակ ծեր աթոռները վտանգ, եւ որ տեսակ ծեր հայրաբեդը խաղալիք դարձավ, ոտքի գոխան դարձավ, հիմա զորակցում եք ամոթ յուրաքանչյուր հոգևորականի, որ այս բահին գելեքի այս 10 եպիսկոպոսները եւ գբրնե գդրիչ Ներսիսյանի գողը։ Միայն այսքան կարող եմ ասել։ Միևնույնը արեց Երուսաղեմի Բադրիարքը Նուրհան Բադրիարքը։ Ինքը որ մի քանի տարիներ առաջ իր հանրահայտ նամակով, որը դակավին մելանը չի չորացել ետերների վրա, այնտեղ գրած էր, որ Գարկալույց արաքեզ եւ հայ եկեղեցին փրկիր քեզանից, այսօր միևնույն այդ մարդը ասում է ես զորակցում եմ գդրիչ ներսը։ Դե զորակցեք, շնորհավոր լինի ցեզ, դար գդրիչը քո մոտ Երուսաղեմ եւ իրան էլ քո կաթողիկոս արայեխբայր։ Թողեցեք մեզ անկից, սա եկեղեցի թողեք, դուք ուզում եք մի հատ ծեր անձնական մաֆիան հորինեք։ Հորինեցեք, դարեք նրան շնորհավոր լինի ցեզ։ Ամոթ էլի, ոնց որ ասում էր, որ հայ եկեղեցվո եւ հայ հավատքի սպարաբետն է Կարեկին երկրորդը, նույն Կոստանդնուպոլսո Բադրիարքն է ասում, եւ ես անցյալները գոչ արեցի, ասեցի Բադրիարք հայ, արի դես քո հավատքի սպարաբետը դարձել է ոտքի գոխան, ինչ ես անում դու։ Ախր հարկում ենք այդ մարդը, բոլորս հարկում ենք Սահակ Բադրիարքը որպես ողջամիտ մարդ, որպես քրիստոնյա հավատքը քարոզող մարդ, բայց ի վերջո քրիստոնյան բարդի արդարության գողմը բռնել։ Բադրիարք հայր, եթե դու չես կարող զանազանել արդարությունը անարդարությունից, ուրեմն շատ կներես, դու ճշմարիտ ուղու վրա չես։ Ուրեմն ծեր քարոզը եւ ծեր կորձը իրար չի բռնում։ կեղծիք է ԱԱՑ-ի հրապարակած տեսանյութը արձագանքելով իրեն վերագրվող փաստաթղթին հայտարարել է Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, ինչու են այդ մարդու Բայց շիկանշանը ինչի համար ստացավ։ Ինչի համար։ Թող կար թող վարչապետը, մեր վարչապետը իրեն շիկանշան թող դար եւ իր աղբորը, եթե այդքան լավ գործ են անում հայ ազգի համար եւ հայ ժողովրդի համար։ Այսինքն տեսնում եք ուղղակի այս մարդիկը, այսինքն մեզ աբուշի դեր եք դրել։ Պուտինը քեզի ինչու շիկանշան պիտի դա։ Եզրաս սրբազան, քո ինչի համար, որովհետև հայ ժողովրդի համար լավ բան ես արել, կամ ռուս ժողովրդի համար լավ բան ես արել, KGB-ի համար լավ բան ես արել, ում համար ես արել, եթե հայ ժողովրդի համար ես արել, քո համար բադիվ պիտի լինի, որ հայկական մեր pedagogical նախագահը կամ վարչապետը իրենք քեզ դան է շիկանշանը։ Ում եք խապում էլի, ում եք խապում։ Դիրան սրբազանը 100 տարի է Մոսկվայում է։ Ինչու մենք չտեսանք, որ մի օր Դիրան սրբազանին շիկանշան դրվեց։ Չտեսանք։ Տեսեք, բայց Նարեկ ջան, մենք ծուրը նստենք, շիտակը խոսենք էլի։ Տեսեք, երբ որ ծուրը նստում ենք եւ շիտակ խոսում ենք, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից միայն հայտարարություններ են։ Կուսակրոնության ուխտը խախտելու մասին հայտարարեց, ապացույց չներկայացրեց։ Ինչ է ասում, Նարեկ ջան, ինչ է։ Ասեց ամենօրյա ռեժիմով զեկուցում է կաթողիկոսը օտարպետության հատուկ ծառայության լեյտենանտին, ասվեց ապացույց չներկայացրեց։ Այդ երթից հետո եկեղեցու Բաքվում ելույթ ունեցավ, հայտարարեց հայ առաքելական եկեղեցին դարձրել են Հայաստանի պետականության դեմ պայքարի միջոց, էլի ապացույցներ չկա։
Կարելի է ասել Գարեկի երկրորդ կաթողիկոսը նաև մարդ է ուտում եւ էլի ապացույց չներկայացնել։ Այսքան առանց ապացույց ներկայացնելու ուր կարելի է գնալ, ինչքան կարելի է հայտարարություն Ինչ անել։ ապացույց ես ուզում, Նարեկ ջան, ինչ ապացույց ես ուզում։ Օրինակի համար, որ pedagogical թեմա աշխատում եւ ինքը դարձել է հենագետ pedagogical թեմ կորձող գուսակցությունների, սա ապացույցի կարիք ունի։ Այսինքն բոլոր ինտիմատիր գուսակցությունները կոչվում են Մայր Աթորի հովանու դակ։ Պակրատ Կալստանյանը Մայր Աթորի եւ Կահագալի օրհնությամբ թեմ ելավ pedagogical եւ պահանջեց հրաժարական եւ սպառնալիքներ։ Նույնը կարեց Աչաբահյանը։ Այսինքն ինչ ապացույց եք ուզում, բերիցես գրավոր իրենց ստորագրությամբ, որ իրենք ասեն, որ մենք pedagogical թեմ ենք աշխատում, իրենց գործերը դա են ապացուցում։ Կոնկրետ որ գործը, չէ, երբ որ ասում են պետության դեմ, ուրեմն դա պետք է մի գործողությունով դրսևորվի։ Այսինքն Պակրատ Կալստանյանի գործողությունը բավարար չէր սկես։ Այդ ինչ էր pedagogical թեմ չէր։ Ինչ էր դա։ Pedagogical հետ էր։ Հստակ է Նարեկ ջան։ Հստակ է այս մարտիկ առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իրենք իրեն հագարակ են, բայց ես մեղադրում եմ մեր վարչապետին։ Մեղադրում եմ վարչապետը, որովհետև ինքը պետք եղածից ավելի քրիստոնեաբար մոտեցավ այս հարցին եւ համբերեց։ Դե չէ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ եւ մեր եկեղեցին պետք է ազատագրված լիներ։ Եվ սիրում են Նիկոլ Փաշինյանի այս գաղափարը աջակցողները ասել, որ հաշված ժամեր են մնում, չնայած որ ամիսներ են անցել այդ հայտարարություններից, որ ասում են հաշված ժամեր է մնացել, ի վերջո հանգուցալուծումը ինչպես է լինելու եւ երբ։ Այդ ժամերը անցել են եւ մենք այլևս գատոյգոս չունենք։ Հիմա մեծ մասամբ հոգեվորականների համար, սկսած ինձանից, ես ինձ համար վաղուց Գդրիչ Ներսիսյանը որպես գատոյգոս չկա։ Եվ ես համոզվել եմ նրանում եւ մեր ժողովուրդն էլ, մեր թեմական խորհուրդն էլ, մեր ձգական խորհուրդն էլ բոլորը միասին ընդունում են այս գաղափարը։ Հիմա մնաց գործնական քայլը, որ ինքը այնտեղ պիտի չլինի։ Եվ այո, մենք շատ ասեցինք, օրեր է մնացել, շաբաթներ է մնացել, ժամեր է մնացել, բայց ըստ երևույթին էլի անգամ եւս գրկնում եմ, որ շատ բարյացակամ, շատ քրիստոնեաբար մոտենում է հարցին եւ ուզում է այս մարդը ինքն իր պատվով հեռանա։ Բայց հիմա չի հեռանում մարդը, ես անգամ եւս ասում եմ, չեմ ասի մնացել են ժամեր, այլ ես տվել եմ մինչև ամսի 15-ը առավելան։ Ինչ է տեղի ունենալու ամսի 15-ը։ Կարծում եմ, որ այս հարցը մինչև ամսի 15-ը անպայմանորեն կլուծվի։ Չէ, պետք է մի բան ունենաք, որ նման պնդում անեք։ Նախասկացում կարող եք ասել։ Եվ տեսեք, կաթողիկոսի իր հանրային խոսքում, թե ամանորյա ուղերձում, թե պատարակների ժամանակ այդ ելույթների ընթացքում չի շրջանցում Արցախահայությանը, գերիներին, մի բան, որի մասին Հայաստանի քաղաքական իշխանությունը չի խոսում։ Չեք կարծում, որ ավելի շատ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ունենալ Հայաստանում հայաստանյաց առաքելական եկեղեցին ունենա կաթողիկոս, որը կարևոր հարցեր է առաջ քաշում, Արցախահայերի իրավունքները, գերիների իրավունքները։ Ինչ լավ, իսկապես սա կարևոր հարց է։ Այսինքն կաթողիկոսի համար սա շատ կարևոր հարց է։ Այսինքն կաթողիկոսը իր բոլոր եկեղեցու հարցերը լուծել է, թեմերի հարցերը լուծել է, հիմա մնացել է քաղաքականությամբ զբաղվի եւ Արցախը բանջ։ Արցախը ծեր մոտ է, ինչի չբահեցիք։ Ծեր սրբությունները այնտեղ, այդ մեր բանկերը, այդ մեր դաջարները, ինչու լքեցիք։ Ինչու հրամայեցիր, որ այնտեղից առաջնորդը տեղափոխվի Երևան։ Ինչու կանչեցիք ձեր բոլոր հոգեվորականներին։ Մնայիք այնտեղ եւ պայքարեիք մինչեւ արույն դայիք ձեր բանկերի եւ սրբությունների համար, բայց համար քաշվեցիք։ Եթե այդքան ձեզ համար կարևոր է Արցախը, եթե այդքան ձեզ համար կարևոր են ձեր դաջարները, սրանք սրբություն չունեն, որբեսի սրբություն բանջեն։ Բահեիք, ձեր ձերքերի դագեր ինչի չբահեցիք։ Այնպես որ սա
ապուշություն է այսին այս մասին խոսելը, հիմա Արցախը գնաց, լավ, ինչ ես գնա դարձրու Արցախը, մի օր դու բարեխոսեցիր քո ռուս պատրիարքի մոտ, որբեսի քո քերիները վերադառնան, մի օր դու բարեխոսեցիր, որ Արցախի պատերազմը դադրի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն Նարեկ ջան։